Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, բայց Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է լավագույնը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Մենք համոզված ենք, որ անհնար է լինել միաժամանակ երկու հարկադիր ասոցիացիաներում, ինչպես ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունն են, ասել է Գալուզինը, ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն հավասար պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ կա կարգապահություն ստորադասված բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական պատմություններին։ Նրա խոսքով պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է լավագույնն իր համար։ Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ կապի խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում։ Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։ Հիշեցնենք, մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծը երկրի Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին։